Ըստ ձեզ ինչու է ԿՊ-ն բանակում ծառայության ժամկետը կրճատել, որ գումար խնայի, թե… Ապուշություն, ուրիշ ոչ մի բան։ Լրիվ ապուշություն։ Ադրբեջանը զինվում է ինքը իր սալդատներին կրճատում է, որ ինչ։ Շատ սխալ է դա։ Ինի խելար իջևանցիա, հարկար նրան вообще վերացնել աշխարհից։ Որ թուրքացնի Հայաստան։ Ուրիշ պատասխանում եք, ուրիշ ավելացնելու բան։ Դե կամաց տալիս է թուրքերին, Թուրքիայի ու Ադրբեջանին է տալիս։ Կամաց տալիս է նրանց ու ուզում է բնակեցնել, որպեսզի հայերը ստեղից տեղահանվեն։ Չեմ կարող ոչինչ ասել։ Ձայներ հավաքի։ Ձայներ հավաքի։ Միայնօրինակ ձայներ հավաքի, որ իրանց բարձանա։ Տարի ու կես ասարքև, որ իրանց լիքը ձայն տան։ Մի բան ասեմ, ինձ չդադեք։ Դադեն որ Մեկ դատաղ Տարի ու կես արեցին, որ սահմանները բաց թողան, ով ուզում է մտնի, որ պաշտպանություն չեղնի սահմանների վրա։ Իմ կարծիքը, պարավ կնիկեմ, ես իմ կարծիքը։ Ձայներ ստանում։ Իսկ ինչով օրինակ կհիմնավորեք ձեր պատասխանը։ Դե ասենք իմ կարծիքով ինքը այդքան էլ շանս չունի հաջորդ բանին դրա համար քայլեր անում, որպեսզի իր ռեյտինգը բարձրացնի։ Չգիտեմ, քուրս չեմ կարող ասել։ Չեմ կարող ասեմ աղջիկ ջան, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետև այդ գծի աշխատող չեմ։ Երևի ձայներ հավաքի։ Իսկ ինչու եք այդպես կարծում։ Ես իմ տնետ եմ, իմ կարծիքն եմ ասում ես։ Միանշանակ գումար խնայի, ձայներ վաստակելու մեջ այդ մասով կասեմ, որ ինքը իր ձայները ինչքան պետքա կարա կապահովի, ոչ թե կարա ապահովի, էլի կանի որ ժողովրդի մեծ մասը սատարում է ԿՊ-ին։ Իսկ դուք կողմ եք, որ 1.5 տարի դառնա զինվորական ծառայություն։ Այո, դաժե կողմ եմ, որ 1 տարի դառնա։ Դա շնորհակալ։ Քանի որ խաղաղություն է, եթե խաղաղություն չլիներ, կողմ չէի լինի։ Իսկ հիմա կողմ եմ, որտեղ դա ավելորդ պետբյուջեի համար ծախսեր է, որը կարելի է խնայել ուղղել այլ ուղղությամբ, զարգացնելու։ Իսկ դες խաղաղությունը հավերժ է լինելու։ Խաղաղությունը ընդհանուր sense ասեմ, աշխարհում ոչ մի տեղ էլ չես կարող ասես խաղաղությունը հավերժ է, թե չէ։ Ասեք 100 տարի հետո ոչ մեկ չի իմանա ինչ կլինի։ Դրա համար գոյություն ունեն պայմանագրեր, պայմանագրերի կետերն էլ իրազեկում են հանրությանը, ժողովրդին, մենք էլ կտեղեկանանք։ Իսկ այդ պարագայում ճիշտ համարում եք բանակի կրճատումը։ Չէ, եթե ձեր սկզբունքով լինի, ձեր ասածով, ձեր հարցին ես ես պատասխանեմ, այդպես լինի կարող ուրեմն 5 տարի սարքենք կամ հավերժ սարքենք։ Վերեք ավելացնենք, ոչ թե պակասացնենք։ Եթե հիմա ինչ-որ քայլ է արվել, որ համենայն դեպս խաղաղություն է հիմա, այդ կես տարի կրճատելը ինձ թվում է ու երևի բոլորի կարծիքով է տենց, որ ճիշտ է։ Ավե անունը չտակ։ Չեմ կարող ասել տենց կոնկրետ, չեմ կարող կոնկրետ պատասխան տամ, որտեղ տենց բանի հետ կախված չէ էլի կոնկրետ ինչ-որ բանի տարբեր կարծիքներ կարան լինեն։ Հետաքրքիր չէ, ես դրանցից вообще չեմ էլ ուզում դրանց, ոչ ճառլասը, ոչ մեկին չեմ ուզում լսեմ քույրիկ ան դրանց։ Ես ոչ շնորհակալ եմ դրանցից։ Այդ վարչապետից բռնած մնացներից վերջացած։ Այս պահին է ձեր պետք, որ գումար խնայելու բան չկա տեղ։ Ինձ թվում է ԿՊ-ն զինվորների վրա գումար չի խնայում։ Առաջվա ծառայությունը բան արեք։ Տեսեք, որ երեխեքը Ղարաբաղում է, Հայաստանում է, մտնում էին այգիները, բան էին գողանում, այգիտերերը խոսում էին վրեկներին, իսկ հիմիկվա սնունդը գնացեք նայեք ու այդ համեմատություն արեք, ուրիշ բան չեմ ասում։ Հարցում ենք իրականաց։ Մերոնք ծառայել են 2 տարի, բայց անիմաստ է եղել ծառայությունը։ Իսկ բոլոր երկրներում քիչ է ժամկետը, 6 ամսով, մի տարով, Ռուսաստան մի տարով է բանակը, խիվատ է։ Ռուսաստանը մեծ պետք է։
Դե կապ չունի, մենք էլ Հայաստանի պայմանագրային ծառայողները թող գնան ծառայեն, համ աշխատավարձ ստանան, համ երկիրը պահեն, ավելի բան իմացեն, ավելի մարտունակ են, քան ասենք նոր գնացած 17-18 տարեկան երեխեքը, այդքան բան։